Օրվա երկրորդ կեսին ոստիկանությունը մեծաքանակ ուժեր է կենտրոնացնում Մայրաթոռում, հարուցելով հավատացյալների զայրույթը։ Ես չգիտեմ, քանի մարզի ոստիկանություն են հավաքել լցրեստեղ, մենք արյան գնով թույլ չենք տալու, բայց քանի որ անհամաչափ է, ամեն ինչ է կարան անեն։ Եթե մի ամբողջ գերատեսչություն օրենքին չի ենթարկվում, սահմանադրության չի ենթարկվում, լափում են ու կատարում են մի հատ խեղկատակ դավաճան շուն օտար երկրների գործակալ հրամանները, ամեն ինչ էլ հավատալու է իրանցից, ամեն ինչ է կարան անեն։ Ընդհուպ մինչև այս ժողովրդին ջարդեն։ Իրանք սատանա Նիկոլի գործիքներն են, գործիք, բութ գործիք։ Ո՞վ կարապատի եկեղեցի տունը, ոչ մեկ, ուզմա շիզոֆրենիկ էլ, ուզմա ալև էլ, ուզմա տմյատն էի, Էրդոաշ Յակովեն էլ, ումշունեն էլ եմ, հայ ազգին իմ Քրիստոնյա ազգին կպնում են։ Որ մեկը կարա կպնիմ եկեղեցին իմ ասուտումը։ Այսքան ոստիկաններ ինչի համար են եկել։ Եթոյակ մտածեն, աստվածյաց հետ։ Յակիշ մեղք ունեն, որ մեր շիզոֆրենիկ մի բան ասում, սաղ ենթարկվում են, յակ է մեղք չունեն։ Եղավ ժողովուրդ ջան, Քրիստոնյա ազգին ով որ կպնի աստվածյաց գդադի։ Հանրապետության ոստիկանապետն էլ է տեղում։ Չէ, ինչ վտանգ կա։ Արդյոք հնարավոր բախումների մասին տեղեկություն կա, որ այսքան շատ ոստիկաններ են բերվել հայոց հոգևոր մայրաքաղաք։ Իսկ հնարավոր է բոլորին ասեմ, ես մոտենալու եմ։ Տիրադավ հռչակված 10 եպիսկոպոսների նախաձեռնությունն է իրարանցման պատճառը։ Նախորդին նրանք հայտարարել էին, որ այսօր երեկոյան ժամը 5-ին գնում են Մայրաթոռ կաթողիկոսին հեռացնելու պահանջով։ Կոչ էին արել իրենց հոգևոր եղբայրներին հավաքվել Էջմիածնում։ Իրանց նման թափթփուկների պատճառով մարդիկ եկեղեցուց հեռացել են։ Այսօր սելը չի ճռում, վիզիտելի սևորն է ճռում։ Ով իմիջայլոց ասեմ իմանաք այդ 10 եպիսկոպոսներից եւ բոլոր կարգալույս աղած քահանաներից որևիցե մեկը իր կյանքում ճիշտ ճանապարհով որպես հոգևորական չի գնացել։ 30 տարի եկեղեցում եղածս եմ ասում։ Այսօր սելը չի ճռում, սևոնն է ճռում։ Վիզիտելի իրանք իրանց մեղքը գցում է վեհապարի վրա։ Դե կներեք էլի։ Նրանք, ովքեր այս 10 եպիսկոպոսներին համարում են Փաշինյանի հանցակիցները հակաեկեղեցական արշավում, այսօր երեկոյան ժամը 5-ից առաջ սկսել են հավաքվել Մայրաթոռում ի պաշտպանություն հայոց կաթողիկոսի եւ հայ առաքելական եկեղեցու։ Լացս գալիս է ուղղակի։ Ուրիշ բան չեմ կարող ասեմ, լացս գալիս է։ Օրվա իշխանությունները այո, իրենց արժև դրել են եկեղեցին քանդելու, եկեղեցին իրենց ենթարկացնելու հարց եւ փորձում են որոշ հոգեվորականների թիրախավորելով, նաեւ ամենայն հայոց կաթողիկոսին թիրախավորելով հասնել իրենց նպատակին։ Սա անձերի, ես նախորդ անգամ եմ ասել, սա անձերի խնդիր չէ։ Աղբոր դեմ են հանել, մնում է դանակը մարդը տա աղբոր դեմ նազի գնաս պանի, որ իմ դիվական հաճույքը լավ լինի։ Տարբեր թեմերից Էջմիածին եկած հոգևորականները վստահ են, հարվածներից միայն զորանում է եկեղեցին, ինչպես Քրիստոսի մարմինը։ Եկեղեցին ինչքան էլ խոցվի, եկեք նայենք, որ դա աստվածաբանորեն Քրիստոսի մարմինն է։ Թուրք ենք ծիծաղեցնում։ Եկեղեցին երբեք չի կարող դժվել, բայց եկեղեցական կառույցի աշխատակիցները եկեղեցու առաքելությունը կարող է դժվել։ Սրբազանի չէ։ Ընդհակառակը եկեղեցին միշտ զորանում են։ Գուգարաս թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը կարծում է, ճնշումների տակ են 10 եպիսկոպոսները եւ այնինչ տեղի է ունենում միայն եկեղեցու խնդիրը չէ, փորձում են պառակտել ազգը։ Այդ 10 հոգին 10 մարդ չեն կարող հավաքել։ Ասում եմ, ես չեմ ողորթել, բայց ողջունում եմ։ Չեմ ողջունում, աջակցում եմ։ Վեհապարը անսասան է, ինչպես է տրամադրված։ Ինչպես անսասան արարատլա։ Ի պաշտպանություն վեհապարի Մայրաթոռ եկած հավատացյալները հույս են հայտնում, որ իրենց կամքով չեն 10 եպիսկոպոսները դուրս եկել վեհապարի դեմ։ Գրեթե վստահ եմ, որ դա իրենց կամքով չի եւ շատ ցավում եմ իրենց համար, որովհետեւ իրենք եպիսկոպոս լինելով հանդերձ սա ուխտադրժություն է, իրանք դրժում են ուխտը 301 թվականի քրիստոնեության ընդունման, իրենք դրժում են ուխտը Մայրաթոռի հանդեպ, իրենք դրժում են ուխտը վեհապարի հանդեպ եւ իրենց օծման հանդեպ։ Նրանցից շատերին մի քանիսին ես անձամբ ճանաչում եմ եւ կարող եմ վստահ ասել, որ նրանց կարծիքը Նիկոլ Փաշինյանի մասին շատ ավելի ոչ դրական է, քան շատ ընդդիմադիրների։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը վստահ է, որ իշխանությունը կոմպրոմատներ ունի կաթողիկոսի հրաժարականը պահանջող հոգևորականների դեմ։ Այս կոմպրոմատների դարաշրջանում ոչ մի կոմպրոմատ չաշխատեց, ոչ Միքայել Սրբազանի դեմ, ոչ մի բան չկարողացան մեր սրբազանների դեմ գտնեին։
դա ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան շատ խորքային հավատքով մարդիկ, ովքեր պաշտպանում են բոլոր կանոնական կարգերը։ Ըստ Կարապետյանի, 10 եպիսկոպոսներին այսօր Էջմիածին ուղարկելով Փաշինյանն ուզում է ցույց տալ, թե ինքը վարչապետը չի պայքարում եկեղեցու դեմ։ Այս քայլով Փաշինյանը ուզում է աշխարհին ցույց տալ, որ նա չի պայքարում եկեղեցու դեմ, բայց բոլորս Հայաստանում ապրողները գիտեն, որ նա սրբազաններին, քահանաներին կալանավորում է եւ պայքարում է եկեղեցու անկախության դեմ։ Սա հերթական իրան խաղն է, հայարակելական եկեղեցին հայազգը ոչնչացնելու։ Վեհափառ վանկարկում են Վեհարանի աջ կողմից։ Հակառակ կողմում հավաքվածները գոռում են հեռացիր։ Նրանց արանքում ոստիկաններն են։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների մեջ է նաև Թալինի ՔՊԱ-ական քաղաքապետը, որ արդեն հասցրել է վիրավորել մի կնոջ։ Նրա բորբոքված խոսքին ՔՊԱ-ականը արձագանքել է. «Սիրուն լնեիր, կիչացնեի»։ Հակակաթողիկոսական ճամբարում հավաքվածները հիմնականում մեջքով են շրջվում Հայլուրի տեսախցիկին։ Ինչ եք անել, ձեր առաջին քայլերը կասեք։ Միայն մի տղամարդ ասում է, որ Վազգեն առաջինից հետո ուրիշ կաթողիկոս չի ճանաչում։ Ես Վազգեն առաջինից եսքում մարդ չեմ ճանաչում, հիմա նոր նշանարվի նոր լավ վեհապար ունենամ։ Ժամը 17:20-ին վեհափառ հայրապետը հոգևոր դասի ուղեկցությամբ դուրս է գալիս Վեհարանից, շարժվում դեպի Մայր տաճար, վեհափառ վանկարկումների ներքո։ Մայր տաճարում այս երեկո միասնական աղոթք է անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, Հայաստանի եւ Ադրբեջանի բանդերում պահվող գործիչների, եկեղեցու անսասանության համար։ Լարա Արաքելյան, Կարինե Մանգասարյան, Լանա Համբարձումյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։